3 փետրվարի 18-ին Աջափնյակում հնչած կրակոցների գործով այս պահին ձերբակալվածների թիվը 10-ից ավել է։ Աջափնյակում հնչած կրակոցներից հետո այսօր վաղ առավոտվանից իրավապահ համակարգը կոնկրետ անձանց բնակարաններում խուզարկություններ է սկսել։ Միջադեպի մասնակիցների բնակարաններում քննչական գործողություններ են իրականացվում։ Ավելին, այս պատկերին զուգահեռ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում 3 կեսգիշերվանից մի շարք երիտասարդներ հարձակվում են եւ կան ձերբակալվածներ։ Նրանց թիվը 10-ից ավել է։ Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում տեղ ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերի սպանության փորձ, 155-րդ հոդվածի սպանություն, 297-րդ հոդվածի 3-րդ մասի խուլիգանություն եւ 335-րդ հոդվածի առաջին մասի հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով կատարվում են անհետաձգելի գործողություններ։ Հիշեցնենք, որ դեպքի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի, որից մեկը մահացել էր։ Վերջինս 45-ամյա Արսեն Վարդանյանն էր, որը ռեստորանում էր երգում։ Հիվանդանոցից այսօր առօր լրատվականին հայտնեցին, որ վիրավորում ստացած անձինք վիրահատվել են, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։